Սիրելիներ, այս կիրակի հոկտեմբեր 26-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է խաչին նվիրված տոներից գյուտ խաչի տոնը։ Ըստ ավանդության Քրիստոսի համբարձումից հետո նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում։ Հռոմի Կլավդիոս կայսր կինը Պատրոնիկեն լինելով քրիստոնյա ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում եւ այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տիառնեղբայր առաքյալի հետ զրուցելուց հետո ցանկություն է հայտնում այցելել Քրիստոսի խաչելության վայրը Գողգոթա, այնուհետև տեսնել Տիրոջ փրկչական խաչը։ Նա Հակոբոս Տիառնեղբայր առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի խաչը նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ ծածկել էին հողով, հսկելով եւ արգելելով մոտենալ դրանց։ Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից եւ որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա։ Վերջինս Քրիստոսի խաչի հպումից կենդանանում է։ Հակոբոս Տիառնեղբայրը բոլորին ի տես եւ ի մխիթարություն խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։ Շատ անգամներ են խոսել խաչի խորհրդի կարևորության մասին, սակայն այսօր դարձյալ պիտի խոսենք, թե ինչ է խաչը եւ խաչի խորհուրդը մեզ համար։ Խաչը հնուց ի վեր մահվան գործիք է համարվել եւ իրապես խաչից կախվում էին հանցագործները, ավելին ըստ Սուրբ Գրքի անիծյալ էր համարվում նա, ում խաչում էին։ Մեր Տիրոջը եւ Փրկչին նույնպես խաչեցին, սակայն Հիսուսի խաչի մահվան մատնվելով իրականացվեց մարդկության մեծագույն խորհուրդը, մարդու փրկagorցությունը։ Չլիներ խաչելություն, չէր լինի հարություն։ Եկեղեցուց հեռու գտնվող մարդիկ կարծում են, որ քրիստոնյաները երկրպագում են խաչին որպես մահապատժի գործիք։ Մենք խաչին երկրպագում ենք ոչ թե որպես մահվան գործիքի, այլ որպես մեղքի դեմ հաղթության նշանի։ Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացեց խաչափայտի վրա, որպեսզի մենք զերծ լինելով մեղքերից արդարության կենակից լինենք։ Նրա վերքերով բժշկվեցիք դուք, ասում է Պետրոս առաքյալը։ Խաչն Աստծո մարդկության հանդեպ ունեցած սիրո մեծագույն արտահայտությունն է։ Հովհաննեսի ավետարանում կարդում ենք. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Որքան էլ մենք խաչի մեջ մահ ենք տեսնում, միևնույն է, նրա մեջ կյանք է թաքնված։ Ինչպես ցորենի հասկի մեջ թաքնված են ապագայի շատ հասկեր, նույնպես խաչի խաչելության մեջ խորհրդավոր կերպով թաքնված է ապագայի կյանքը։ Հետևաբար Տիրոջ խաչը քրիստոնյաների կողմից մեծարվում է որպես կյանք տվող ծառ։ Խաչը հաշտության, միության նշան է, քանզի իր խաչելությամբ Աստծո Որդին մարդուն հաշտեցրեց Աստծո հետ։ Ուրեմն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո խաչն անարգանքի գործիքից դարձավ պարծանքի եւ ինչպես վերը նշեցինք արդեն հաշտության նշան։ Ուրեմն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո խաչն անարգանքի գործիքից դարձավ պարծանքի առարկա։ Իսկ ես չեմ ուզում պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, ասում է Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված նամակի մեջ։ Սիրելի քրիստոնյաներ, դուք նույնպես հետևեք առաքյալի խոսքերին եւ ձեր կյանքի ընթացքին բարձեցեք միայն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչափայտով եւ թող փրկչական խաչափայտը լինի
մեզ բոլորիս պաշտպան և ապավեն այսօր, վաղը և հավիտյանս, ամեն։